Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր անհրաժեշտությունը մեծ է անդրադառնալու մի աճպարարության, որի հավասարը երևի աշխարհում չկա։ Հիմա խնդրում եմ բոլորից շատ ուշադիր։ Նախ խնդրանքս բոլոր մեզ հավատացողներին, վստահողներին, որ այս նյութը կոնկրետ այս կտորը տարածվի հնարավորինս շատ, որպեսզի կարողանանք հասկանալ, որ նախընտրական այս PR, այսպես ասած, աճպարարությունը, դա ընդամենը ևս մեկ դրվագ է Նիկոլի կերպարի և նրան նորից ինկարնացիայի ենթարկելու։ Ասեմ, որ շատ անհաջող փորձ է, խելացի մարդիկ շատ վաղուց արդեն գիտեն մի քայլ առաջ, թե ինչ է անելու այդ տանդեմը Նիկոլ Աննա, թուրքական այդ աճեցրած հատուկ բուսատեսակները երկվոտանի, մի խոսքով եկեք անդրադառնանք, ավարտվեց քաղաքացիական ամուսնությունը Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի դրվագին։ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ վերջացել է իրենց քաղաքացիական ամուսնությունը և իրենք բաժանվում են, դրանից առաջ դրվել էր որոշ, այսպես համացանց էր նետվել որոշ դրվագներ իբր Նիկոլ Փաշինյանի անհավատարմության և նման բաների շուրջ, նախ ասեմ, որ անբարոյականը անբարոյականից բարոյականություն սպասելու և ակնկալելու նորմալ չի, իրավունք չունի, նրանք իրար արժեն և երևի նախորոք են պայմանավորվում ոնց անեն, որ այդ ճակետավոր ժողովրդի լեզվով ասած լևի գնալուց իրար չռաստվեն։ Հիմա անդրադառնանք, որ տեղափոխվում է Աննա Հակոբյանը, Ղռերի անուլ գիտես չէ, այդ իմ սիրելի թեման է, անդրադառնամ կոնկրետ քեզ, քո կերպարին, Վաչոյի աղջիկ, գիտես չէ, որ հորդ էլ գիտեմ, ոնց ա թողել դուշման Վարդանին վիրավոր ու փախել։ Հիմա անդրադառնամ քո կերպարին, Ղռերի անուլ, տեղափոխվում եմ կառավարական ասաբնյակից, ապրելու եմ վարձով, իմ հաշվի համարին կա ընդամենը 5 միլիոն։ Ամենայն հայոց շախմատիստը կասեր իա իրոք։ Հակոբյան Աննա, ամեն մի ընթրիքիդ թեկնածուն, ամեն մեկը, ով մտել է քո հետ ընտրելու, այսպես ասած, վճարել է 1 միլիոն դրամ։ Բա ուր են այդ փողերը։ Բացի այդ, իմ քայլը հաշվի համարով, բոլոր կոռուպցիոն, բոլոր կեղտոտ փողերը Նիկոլը լվացել է իմ քայլով և հետո այ քեզ այսպիսի մի հատ մեծ նուրբ բաժանում Նիկոլն ասում է շնորհակալ եմ Աննային 30 տարի իմ մոտ լինելու համար իմ դժվարին պահերին և այլն և ընդունում եմ հարգանքով եմ ընդունում նրա բաժանումը։ Էդ ում եք էշի տեղ դնում, չեմ հասկանում։ Ձեր կարծիքով ժողովուրդը խոտ է ուտում, հա։ Ձեր կարծիքով այդ աստիճանի հիմար են ձեր լսողները։ Էն որ դուք աճպարարություն եք անում, դա արդեն պարզ է։ Բայց սիրելի ժողովուրդ, խնդրում եմ, ոչ մեկը չհավատակ, որ Ֆրանսիայի բուտիկներ մտնող մի անգամվա 60-ից 100,000 դոլարի մինիմում առևտուր անող կինը կարող է հենց այնպես հեռանալ վարձակալությամբ ապրելու և դեռ 5 միլիոն դրամով։ 5 միլիոն դրամ, Աննա, դու սկիսեմուշկա չես առնում օրվա մեջ։ Եթե քեզ թվում է, թե դու կարող ես մեղք է Նիկոլը, ընտրենք Նիկոլին վարկածը, նորից հրամցնել ընտրություններից առաջ ժողովրդին և կասեն մեղք է, եթի մեր հերիք չէ, հիմա էլ անկնիկ է, եկեք Նիկոլին պաշտպան կանգնենք, նախկինները վայ գել ու գազան էին, հիմա ուզում են Նիկոլին խժռեն, ասեմ, որ այս անգամ չի անցնելու այդ կտերը, որտև ցանկացած հայ, երբ շրջվում է, տեսնում է եռաբլուրը, ցանկացած հայ հիշում է Նիկոլի ամեն մի արած քայլը, ու խեղճ ու կրակ տղու կերպարից,
Վաղուց Նիկոլը երևի 16 տարեկանից արդեն խեղճ ու կրակ կերպար չի, երբեք էլ չի եղել, որտեվ նախ սողացել է բոլորի ոտքերի տակ, Վանո Սիրադեղյանից սկսած մինչև Լևոն Տեր-Պետրոսյան, եւ շարունակում է սողալ հիմա էլ Էրդողանի Ալիևի ոտքերի տակ։ Հասկացել եք, որ պոչներդ վառվում է ու որոշել եք այդ կերպ ծածկադմփոց անեք ձեր թալանը, չի անցնելու։ Անա չկարծես, որ անհետանալու ես, ու մենք չենք հետևելու, թե ինչ է կատարվում սրանից հետո։ Չես կարողանալու մարսել։ Նիկոլը որոշել է այս կերպ ընդամենը ապահովագրել իր ժառանգներին, հիմա էլ բաժանման միջոցով, քանի կար ասմեր քաղաքացիական էր ամուսնությունը օրինական չէր, որովհետև ես օպոզիցիա էի, որպես իրենց չվտանգեմ, հիմա էլ նույն խաղն է խաղում, հիմա էլ որոշել է, որ պետք է իր թալանը ապահովագրի, աննայից իբր թե բաժանվելու ձևով։ Ես չգիտեմ դու Նիկոլի ինչն է իր, ովը չեմ ասում եմ ինչն է իր, բայց այն, որ Աննա դու Նիկոլի հանցակիցն ես, ու դա չի փոխվելու ոչ մի կերպ, երբեք չի փոխվելու, դուք այնպիսի պարանով եք շաղկապված, թուրքերին ծախվելու պահից, որ դուք համապատասխանաբար երկուսդ հավասար հանցակիցներ եք, օրթախ հանցակիցներ եք, ու երկուստ էլ հավասար պատասխան եք տալու, չի լինելու այնպես Աննա, որ Նիկոլը կարողանա քեզ մաքրագրել, կամ իր թալանածը իր ժառանգներին թողնել, քեզ մի կողմ հրելով, չի լինելու, որովհետև քո իմ քայլով է բոլոր կեղտոտ փողերը դրսից լեգիտիմացվել, նախապես ասում ես, հնարավոր է, որ կոռուպցիոն դատարանը ինձանով հետաքրքրվի, կամ նման մի բան, ժերտվի տեղ քեզ չդնես աղջի, լսում ես, չի անցնելու, չես կարալու կերցնես, Յամանի հետ սերիալ էր նկարում, Էրդողանը էլ ասում էր քանի միլիոն դոլար է դուրս գրել, էդ էլ չի հասել տեղ, էդ ուր կորավ մեջ տեղից, հերիք եղավ, ինչքան կարելի է ժողովրդին դնել էշի տեղ, հիմա էլ նախընտրական թազաքարոզարշավ եք սկսել, քարտային համակարգի 10,000 դրամ եք հավելացնում թոշակառուներին, այն թոշակառուներին, որին ձեռ եք առնում մի քանի շաբաթ առաջ, որովհետև 600,000 ձայն եք կորցնում, չէ, ժողովուրդ այսօր Սունգայիթի Եղեռնի օրն է, շուրջ 800,000 Կիրովաբադից, Բաքվից, Սումգայիթից և Ատրպատականի, ոչ թե Ադրբեջանի, Ատրպատականի մյուս քաղաքներից հայկական գաղթածների սգո օր է։ Շուրջ 3 օր թուրք ելուզակները մորթել են, խորովել են կրակի վրա, մեր մանկահասակ երեխաներին, մեր կառուցած Բաքուրակերտում, Սումգայիթում, Կիրովաբադում, Նիկոլ չես ուզում այդ 800,000 գաղթականների վերադարձը Ադրբեջան, այդ որ 300,000-ի համար իմ կես նախապատրաստում Երևանում, չես ուզում, որ հայերն էլ վերադառնան, արցախցիները Արցախ վերադառնան, ձեզ թվում է դուք կարողանալու եք վերահաստատվել ձեր գահին, որովհետև պատվեր ունեք, չէ նոր, որովհետև ձեր ասած խաղաղությունը դա Հայաստանի վերջակետն է։ Բանակում սպանությունը հերթական 3 եկավ լուրը, այսօր էլ տեղեկություններ են, որ ինքը Իրանա էլի կրակել։ Չէ, դա սպանություն է կոնկրետ, խնդրեմ էլի այս խայտարակությունը, խաղաղությունն է սպանությունը։ Բանակում բարդակ է, ես ամեն անգամ դրան անդրադառնում եմ։ Կան, մամուլում գրավում կա, որ կռիվ է եղել, հայոյել են, տեղեկություններ կան նաև, որ ստորացրել են, գիտեք,
նաև այս պայմանները, խնդրեմ։ Եթե չկա վերահսկողություն ցանկացած բանակային ցանկացած կորպուսում, եթե չկա նորմալ սպայակազմ, գրագետ, կիրթ ու ռազմական գործնեություն իմացող, եթե զինվորի ու սպայի մեջ չկա գոնե համապատասխանաբար երկխոսություն, չի կարող նման բանակը լինել կամ խաղաղապահ, կամ մարտունակ, կամ ընդհանրապես կոչվել բանակ։ Պապիկյան ինչ եղավ, սարքեցիր այդ բան կամուֆլաժները իր ընդեղ արտադրում ինչ էր անում, էդ էլ դուրս գրեցիք, լափեցիք, չէ։ Այտենց է ոչինչ չարեցիք, ինչ բարեփոխումներ եք բանակում անում, բարդակ է բանակում, կոնկրետ բարդակ, ամիս չկա խաղաղասերներ, որ մենք զոհ չունենանք։ Ամեն անգամ ասում եք իրար են կոտորում։ Եթե անգամ իրար են բանակում, ներսում կոտորում, էլ դուք ինչի համար եք։ Նախկինում մի հատ դեպք եթե լիներ, որ ինչ-որ մեկ ինքնասպան լիներ, տնից նամակ ստանար, կամ ինչ-որ պրոբլեմ ունենար, ինչ-որ սպայի հետ ու հրաձգություն լիներ, կսարքեիք դա դրոշակ տարիներով, հիմա ամեն ամիս մենք զոհ ունենք, ամեն ամիս։ Քրեական հանցագործ եք սարքում սովորական ձեզ չսիրողներից, թուրքերին չսիրողներից ես, փողոցներում մարդասպանները վխտում են, ամեն օր մենք սպանություն ունենք, դանակահարություն, սպանություն, անգամ զինված ինչ-որ ապստամբների խումբ, որ իրար են կոտորում, ու չես հասկանում ինչի համար են իրար կոտորում, փոխանագնան սահմանում թուրքին կոտորեն։ Ու հիմա դուք ուզում եք մեզ ասել, որ դուք խաղաղապաշտ, խաղաղասերներն եք, մենք էլ ըտենց չգիտեմ, ելուզակներ ենք կամ ես իմ ովքեր ենք, որ կռիվ ենք ուզում, հա։ Էտա ձեր խաղաղությունը, ձեր միակ նպատակը Քեմալի պայմանագիր, ձեր քամակը պահելն է, ձեր հետույքը ձեր աթոռների վրա պահելն է, որտեվ շատ լավ գիտեք, որ ձեր այդ 5-րդ էշալոնը ամբողջովին շատ դաժան պատասխանատվության է ենթարկվելու ու հիմա ստիպված եք վերարտադրվել փորձել, որպեսզի կարողանաք գոնե ձեր, ոնց են ասում, ձեր հետույքը ձեր աթոռների վրա հաստատ պահել։